Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հասարակական, քաղաքական գործիչ, քաղաքական փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ, ով մեզ հետ կապվել է տեսահկապով, Ջավախքից ողջունում եմ, հարգելի պարոն Այվազյան, շատ շնորհակալ եմ, որ կապվել եք, ժամանակ եք գտել կապվել մեզ հետ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, սիրով։ Խոսելու ենք մեր տարածաշրջանի խնդիրներից, Հայաստանի պաշտպանության նախարարն էր գտնվում Վրաստանում։ Եկեք դիտարկենք Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ, Թուրքիայի հարաբերությունները Վրաստանի հետ, հայ-վրացական հարաբերությունները եւ փորձենք պատասխանել այն հարցին, թե կա արդյոք շահերի համընկնում Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կամ այդ երկրների փոխհարաբերություններում, այդ երեք պետությունները, որոնք սովորաբար մենք սովորականի պես անվանում ենք Հարավային Կովկաս, թե պետք է դիտարկել առանձին այդ երկրները իրենց շահերով։ Անպայման Թուրքիայի գործոնն եմ ուզում այստեղ դիտարկենք, որպեսզի պատկերը հնարավորինս ամբողջական լինի։ Համեցեք։ Այո, իհարկե, շնորհակալ եմ։ Ուրեմն, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին են այսօր հայ-վրացական հարաբերությունները, պետք է սկսենք 90-ական թվականներից, երբ Հայաստանը ցավոք սերտի անկախ քաղաքականություն չէր վարում, եւ դա փաստացի շարունակվեց մինչեւ Սերժ Սարգսյանի իշխանավարման ավարտը, բայց պետք է նաև նշենք, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանի, Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում մի փոքր ավելի ջերմացում նկատվեց այնուամենայնիվ հայ-վրացական հարաբերությունների, խոսքը նրա մասին է, որ 90-ական թվականներին բավականին լարված էին հայ-վրացական հարաբերությունները Ջավախքի պատճառով, Սերժ Սարգսյանի ժամանակ այդ լարվածությունը մասամբ նվազեց, բայց այնուամենայնիվ Ջավախքահայության խնդիրների մասին շատ էր խոսվում, Սաակաշվիլու իշխանությունը տեսնում էր այստեղ Ռուսաստանի ձեռքը, իսկ արդեն 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ բան փոխվեց, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին իր պետական այցով եկավ Վրաստան եւ նա այցելեց նաեւ Ջավախք եւ մի քանի կարևոր հայտարարություններ հնչեցրեց, որ Ջավախքից Վրաստանի տարածքային ամբողջականության համար, Վրաստանի համար որևիցե խնդիր չկա եւ Հայաստանում էլ պետք է համոզված լինեն, որ Վրաստանից Հայաստանի համար որևիցե խնդիր չկա, շատ կարևոր եւ լուրջ հայտարարություններ էին դրանք եւ շատ բան փոխեց դրանից հետո ինքը խոսում էր, որ Վրաստանի հայազգի քաղաքացիները պետք է լինեն 100%-ով Վրաստանի քաղաքացիներ։ Դրանից հետո մենք տեսանք, թե ինչ փոփոխություն տեղի ունեցավ Ջավախքում, եթե նախկինում համատարած հայերի իրավունքների խախտումներ էինք մենք նկատում, ապա այդ ամենը սկսեց փոխվել եւ մեղմանալ, բայց եթե պատկերը ուզում ենք, որ ամբողջական դառնա, այս ամենի վրա ազդեց նաև Արցախյան վերջին պատերազմը եւ Հայաստանի քաղաքականության փոփոխությունը, այն առումով, որ Հայաստանը ճանաչեց նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հստակ մեկ հայտարարությամբ հանդես եկավ, որ որևիցե հարևանի նկատմամբ Հայաստանը տարածքային պահանջ չունի։ Եվ սա շատ բան փոխեց, ինչպես արդեն նշեցի, հայ-վրացական հարաբերությունների մեջ, քանի որ Ջավախքում լարվածությունը միանգամայն շատ լուրջ ձևով թուլացավ եւ այսօր մենք չենք տեսնում որևիցե լուրջ լարվածություն։ Դա չի նշանակում, որ մեզ մոտ լարվածություններ, խնդիրներ ընդհանրապես չեն առաջանում, բայց իրականորեն փոխվել է պատկերը դեպի դրական եւ մենք նաեւ ականատես եղանք 2 տարի առաջ արդեն Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների ձևավորմանը։ Ճիշտ է, դա դերևս տեղի ունեցավ Հայաստանի նախկին վարչապետի ժամանակաշրջանում, երբ որ Վրաստանը շատ ավելի ակտիվ եւ լավ հարաբերություններ ուներ Եվրոպայի հետ, բայց դա տեղի ունեցավ այն շնորհիվ, որ Հայաստանը սկսեց իր ուղին տեսնել դեպի Եվրոպա, սկսեց կոնկրետ քայլեր անել դեպի Եվրամիություն։ Այդ հարաբերությունները հաստատվեցին, բայց այսօր մի փոքր այլ իրավիճակ է Վրաստանում, գիտեք, բավականին լարված հարաբերություններ կան Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, փորձում են ուղղել, ճշտել, նորմալացնել Վրաստանի իշխանությունների հարաբերությունները, այլ հարց է ինչքանով դա կստացվի, բայց այնպես չէ, որ Ռուսաստանի հետ Վրաստանը որևիցե
խնդիր չունի։ Ինչպես գիտեք, օկուպացված են Վրաստանի տարածքները, Հարավային Օսետիան, Աբխազիան, եւ շատ կարեւոր էր այս այցին մենք արդեն գալով պաշտպանության նախարարի այցին, որպեսզի ավելի ամեն շատ པարզ լինի, կարեւոր էր այն, որ երբ որ նա հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ճիկովանիի հետ, ով նաեւ փոխվարչապետ է Վրաստանում, այդտեղ խոսք եղավ, որ Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Վերջին ժամանակաշրջանում մի 2-3 տարի է մենք པարզ տեսնում ենք, որ Հայաստանը այդպիսի հայտարարություններով հանդես է գալիս, ինչքան էլ դա Ռուսաստանի դուրը չգա, բայց դա արվում է եւ շատ կարեւորվում է Վրաստանի կողմից, քանի որ մենք հաղորդագրություններում Վրաստանի այդ հանդիպումներից հետո հստակ տեսնում ենք այն, որ Վրաստանը գնահատում է եւ դա նկատում է, դրանից բացի մենք տեսանք, որ պաշտպանության նախարարը այցելեց նաեւ Վրաստանի անկախության համար զոհված հերոսների պանթեոն, դա եւս հստակ նշվում է։ Իսկ եթե գանք արդեն կոնկրետ թե գետնի վրա ինչ ազդեցություն են գտնում այդ հարաբերությունները, ես չեմ կարող ասել, որ կոնկրետ ինչ որ շոշափելի բան կարող եմ ասել, թե ինչ օրինակի համար պայմանավորվածություններ են ձեռք բերվում պաշտպանության նախարարությունների միջև, հայտարարությունները քաղաքական են, շատ կարևոր, գեղեցիկ, բայց թե գործնականում ինչպես վաղը արդեն կարտացոլվեն, ճիշտ ասած, մի փոքր դժվար է այս պահին պատկերացնելը։ Վերջին անգամ մենք տեսանք ֆրանսիական զրահապատ մեքենաների գալը Վրաստանով մոտ, եթե չեմ սխալվում, 2.5 տարի առաջ։ Դրանից հետո որևիցե տեղեկություն չկա, թե ֆրանսիական զենքը ինչ ճանապարհով է գալիս Հայաստան։ Մենք արդեն գիտենք, որ Սեզար համակարգերը հրետանային եկել են Հայաստան, որքան տեղյակ եմ, կարծես նաև զորահանդեսի ժամանակ է այդ ամենը ցուցադրվելու եւ ամենայն հավանականությամբ Վրաստանի տարածքով են այդ տեխնիկան Վրաստանի տարածքով է մտել, չնայած որ Ադրբեջանն էլ միշտ բողոքել է, ես կարող եմ ընդհանրապես ենթադրել, որ նման բան տեղի ունենում է, բայց 100%-ով չեմ կարող պնդել։ Ընդհանուր գլոբալ ինչ անվտանգային շահեր կան այստեղ, ես արդեն նշեցի, ինչ կանել, շատեր ասեն, թե Վրաստանը թեքվել է դեպի Ռուսաստան, այնուամենայնիվ այնպիսի լուրջ անլուծելի խնդիրներ կան Վրաստանի եւ Ռուսաստանի միջև, օրինակի համար դիվանագիտական հարաբերություններ միջև հիմա չեն հաստատված երկրների միջև։ Վրաստանը բոլոր պաշտոնական հայտարարություններով հայտարարում է, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքները, բայց նույն ժամանակ մենք տեսնում ենք, որ շատ խորը առևտուր է տեղի ունենում Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, ինչը նախկինում չկար։ Ռուսական ապրանքներ արդեն հայտնվել են Վրաստանում։ Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս վերլուծելու այն, որ այն եզրահանգմանը գալու, որ Վրաստանը փորձում է ինչ-որ չափով բալանսավորել այնուամենայնիվ իր հարաբերությունները, առևտրային հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ, բայց նույն ժամանակ չի հրաժարվում իր տարածքային ամբողջականությունից, չի հրաժարվում նաև եվրոինտեգրման ճանապարհից պաշտոնապես, քանի որ Վրաստանի դրոշի կողքերը յուրաքանչյուր պետական հաստատության արչև, նաև մեզ մոտ Ջավախքում կան Եվրամիության դրոշներ, այսինքն Վրաստանի դրոշների հետ մեկտեղ մենք տեսնում ենք նաև Եվրամիության դրոշներ։ Իմ պատկերացմամբ Վրաստանը այնուամենայնիվ լուրջ սպառնալիքներ տեսնում է Ռուսաստանից, ինչպես նաև Ադրբեջանը։ Եվ այստեղ է, որ երկրները կարող են համագործակցել միմյանց հետ։ Տեսեք, տարածաշրջանային գերտերություններ, այս Ռուսաստանին կհամարեի տարածաշրջանային գերտերություն, քանի որ գլոբալ գերտերության կարգավիճակը կարծես թե կորցրել է Ռուսաստանի Դաշնությունը, այսօր Չինաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, բայց տարածաշրջանային շատ լուրջ եւ մեծ գերտերություն է Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը։ Եվ այդ երեք երկրների տարածաշրջանային տերությունների արանքում մենք ունենք փոքրիկ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան։ Եվ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ամբողջ աշխարհում եւ հատկապես նաեւ մեր տարածաշրջանում ու համոզված եմ, որ Ադրբեջանն էլ է մտահոգված իր անկախության պահպանմամբ, Վրաստանն էլ է մտահոգված, ինչպես նաև Հայաստանը։ Այս հաղորդագրությունների մեջ կարծես թե այդ ամենը
մի փոքր քողարկված, բայց տեղ գտնում է անվտանգությունը, ընդհանուր գլոբալ շահերը, հենց նրա մասին է ամեն ինչ խոսում։ Դիտարկենք Թուրքիայի ակնկալիքները եւ կամ ինչպես է Թուրքիան կառուցում իր հարաբերությունները, դե Ադրբեջանի հետ մենք գիտենք, Վրաստանի հետ կապված լծակները արդյոք այդքան շատ են, կարելի է խոսել լծակների մասին, թե պարզապես շատ լավ բարի հարաբերություններ են, այստեղ եկեք դիտարկենք Ռուսաստանի գործոնը նաեւ, իմ հարցից մեջ լինելու է նաեւ ինչպես է Ռուսաստանը դիտարկում այս երեք պետությունները եւ արդյոք երեք պետություններն են դիտարկում, թե արդեն առանձին իրենց ազդեցության գոտի են դիտարկում որպես, տեսեք, Թուրքիայի դեպքում ես հարցնելու եմ Ադրբեջան եւ Վրաստան, որը այսօր ինչպես է գնահատում իրավիճակը, որովհետև դեռ Հայաստանի հետ նորմալացում է գնում հարաբերությունների եւ արդյոք դուք կարծում եք, որ Թուրքիան փորձելու է իր ազդեցությունը տարածել նաեւ Հայաստանի վրա եւ արդյոք Ռուսաստանի հետ այստեղ բախում է տեղի ունենալու շահերի, թե ով է ավելի ազդեցիկ լինելու, ազդեցության տակ վերցնելու այս երեք պետությունները։ Սա եկեք երեքով նայենք, հետո առանձին հաջորդ հարցում արդեն Վրաստանի հետ կապված առանձնացրած հարց ունեմ։ Իհարկե։ Ուրեմն ես հիշում եմ, թե ինչպես 90-ական թվականներին բացվեց վրաց-թուրքական սահմանը եւ Վրաստանի այդ ժամանակվա իշխանությունները Շևարդնաձեի գլխավորությամբ քարոզում էին, որ սահմանը կբացվի, կյանքի որակը կփոխվի, նաեւ մարդկանց էին տանում մեր տարածաշրջանից դեպի սահման, որպեսզի շատ մեծ շոկով տեղի ունենար վրաց-թուրքական սահմանի բացումը։ Բավականին երկար տարիներ են անցել եւ կարող եմ ասել, որ Թուրքիայի ներկայությունը տնտեսության մեջ Վրաստանի ահռելի է։ Շատ խորը հարաբերություններ ունեն երկրները, ռազմավարական բնույթի հարաբերություններ, այսինքն 30 տարիների ընթացքում շատ մեծ աշխատանք է այդ առումով կատարվել եւ բնականաբար դրա համար Թուրքիայի ազդեցությունը ահռելի է Վրաստանի վրա, նաև կարևոր է հիշել Բաքու-Թբիլիսի Կարսը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, տարբեր ծրագրեր են, մեկը երկաթուղային ծրագիր է, որը որ հիմա արդեն պետք է օգտագործեն եւ փորձելու են օգտագործել կապի համար Եվրոպայի հետ, կարծես առաջի գնացքն է անցել, դրանից բացի Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նույնպես, որով որ նույնպես կարող է մտածեն եւ սկսեն ավելի շատ գազ եւ նավթ մատակարարել դեպի Եվրոպա։ Այսպիսի մեծ մեգա նախագծերով է կապված Վրաստանը Թուրքիայի հետ, դրանից բացի շատ խորը համագործակցություն կա պաշտպանական ոլորտում, այսինքն նույնիսկ այնպիսի համեմատելի չէ, եթե ճիշտն ասեմ, որը որ չկա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, շատ խորը ռազմական հարաբերություններ ունեն, նաեւ խորհրդարաններով են համագործակցում, վերջերս տեսակ Թուրքիայում հայտարարություն եղավ Ալեն Սիմոնյանին էին հրավիրում, որպեսզի Հայաստանը եւս միանա այդ նախաձեռնությանը, մասնակցի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ երեքով 4 երկրներով արդեն նման հանդիպումներ անցկացնեն, այսինքն շատ խորը հարաբերություններ կան հաստատված Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Թուրքիան միշտ էլ նպատակ է հետապնդել թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում եւ Սաակաշվիլին էլ դրա համար մեծ ջանքեր էր գործադրել, նույնիսկ մի փոքր շատ էր ցանկացել հավասի ընկել, կարելի այսպես ասել, եւ Թուրքիայի ազդեցությունը կտրուկ ցավոք սրտի այդ ժամանակ կտրուկ ավելացավ Վրաստանում։ Այսօր մի փոքր կարծես թե փորձում են այդ ազդեցությունը վերահսկել, բայց գալիս է այդ ամենը հենց այն ժամանակներից, ինչպես ես արդեն նշեցի, նույնն է նաեւ Ադրբեջանի պահով։ Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում շատ վաղուց եւ շատ ավելի խորն են, քանի որ տասնյակ տարիների ընթացքում կառուցել են, նույնիսկ Վրաստանին փորձում էին իրենց խաղերի մեջ ներգրավել Ադրբեջանը եւ Թուրքիան, փորձում էին ներքաշել ընդդեմ Հայաստանի, քանի որ Հայաստանն էլ գտնվում էր ռուսական դաշտում, իրենք փորձում էին դրանից օգտվել, շատ անգամ շատ լավ չէր ստացվում, ճիշտ ասած, իրենց մոտ Ադրբեջանի եւ Թուրքիայի, բայց այնուամենայնիվ նման փորձեր ցավոք սրտի եղել են։ Այսօր իրավիճակը մի փոքր տարբերվում է, քանի որ
Հայաստանը փորձում է հիմա կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարծես թե մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ընդհանուր անվտանգային խնդիրներ են առաջանում, որոնք որ գալիս են Ռուսաստանի դաշնությունից եւ դրա համար արդեն հնարավոր են նոր եզրեր, համագործակցության նոր եզրեր են հնարավոր արդեն Վրաստանի եւ Հայաստանի միջև, ինչպես նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի միջև։ Այո, այստեղ Թուրքիայի ազդեցության մասին էինք մենք խոսում։ Իմ հարցս այն էր, թե ինչպես է դրան նայում Ռուսաստանը, որը դեռ չի հրաժարվել իր փորձերից եւ ցանկություններից վերականգնել իր երբեմնի ազդեցությունը, իսկ գուցե այսօր էլ Աբխազիայի, այսպես Վրաստանի ոտքերը նա պատկերացնում է, որ կապել է Աբխազիայով, Հայաստանի ոտքերը կապել է տնտեսական ուրեմն ծրագրերով եւ տնտեսական կախվածությամբ եւ ինչպես է այդ ամենին, երբ որ դուք նկարագրեցիք, այնուամենայնիվ նկատվում է ագրեսիվ կամ ոչ ագրեսիվ Թուրքիայի ազդեցության ավելացումը եւ հարցս էր արդյոք Ռուսաստան-Թուրքիա այստեղ շահերի բախումը կարող է ներողություն կրկնության համար բախման տեսքով լինի, թե առևտրի ձևով լինի, իրանք իրար մեջ կիսեն բաժանեն իրենց ազդեցության գոտիները, նախ այդ մեկ հարցն էր, եւ երկրորդը մի քայլ առաջ եմ դնում Վրաստան-Չինաստան փոխհարաբերությունները, արդյոք սրանք առանձին գծով են կառուցվում Վրաստան-Թուրքիա ազդեցությունից, Վրաստան-Ռուսաստան ազդեցությունից անդին եւ Վրաստանը փորձում է կառուցել իր հարաբերությունները Չինաստանի հետ եւ Ռուսաստանը այստեղ ոչ թե Թուրքիայի հետ խնդիր է ունենալու, այլ Չինաստանի հետ պետք է նստի եւ խնդիր ունենա Վրաստանի մասով։ Կա այդպիսի խնդիր, թե ոչ։ Խնդիրները իրականում շատ են, ուրեմն Հայաստանի մասով Հայաստան, Ռուսաստան եւ ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Թուրքիայի ազդեցության ավելացմանը Հայաստանում, նախ ես չեմ պատկերացնում, որ Թուրքիայի ազդեցությունը Հայաստանում ինչ-որ մի ձևով ավելանում է։ Ուղղակի հարաբերությունների կարգավորում է տեղի ունենալու, բայց դա ձեռնտու չէ Ռուսաստանի Դաշնությանը։ Պատահական չէ, որ իրենք խոսում են նախկինում ամրագրված փաստաթղթերի Թուրքմենչայի պայմանագրից են խոսում, չգիտես ինչու, բայց չեն հիշել Փարսի պայմանագիրը, Նախիջևանի հետ տեղի ունեցածը, Ղարաբաղի հետ տեղի ունեցածը, բայց իրենց ձեռնտու է եւ ներքին առումով դրա համար Հայաստանի պրոռուսական ընդդիմությանը միշտ խոսեցնել են տալիս, որ նման հայտարարություններով հանդես կան, դա լրիվ այլ թեմա է, բայց պետք է պատկերացնենք, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում այդ ուժերը միշտ խոսեն ցեղասպանության թեմայից, ցեղասպանությունը պատմական փաստ է, որ ոչ ոք չի հերքում իհարկե, բայց Ռուսաստանի համար այն գործիք է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները հանկարծ չկարգավորվեն։ Արցախը նույնպես Արցախի թեման շահարկելը գործիք է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները չկարգավորվեն։ Իսկ Թուրքիային պետք է որ Հայաստանի հետ գոնե ինչ-որ չափով կանխատեսելի հարաբերություններ լինեն, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրայից թուլանա, իրենք էլ ունեն խնդիր փաստացի, միշտ էլ հակաթուրքական տրամադրություններ եղել են Հայաստանում եւ նրանք դա բալանսավորելու, կարգավորելու խնդիր ունեն։ Եթե մենք անկեղծ լինենք, դրա համար էլ Թուրքիան էլ հիմա փորձում է աշխատանք տանել, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները գերի են հայ-ադրբեջանական հարաբերությունների ձեռքում։ Երկրորդ հարցը, որը որ վերաբերվում է Չինաստան-Վրաստան հարաբերություններին, մեկ բան շատ կարևոր է հասկանալ Վրաստանի համար։ Ես կասեմ այսպես, որ դուք գիտեք, որ Վրաստանում շատ մեծ ազդեցություն ունի Բիձինա Իվանիշվիլին, ոչ մեկի համար գաղտնիք չէ, նա շատ մեծ եւ խոշոր բիզնեսմեն է եւ այն ինչ թելադրում է պարոն Բիձինա Իվանիշվիլի բիզնես շահը, այդ ուղղությամբ էլ նա գործարքներ է կնքում։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Չինաստանը ցանկություն ունի շատ լուրջ ձևով մտնել մեր տարածաշրջան։ Դրա համար է նաև պարոն Բիձինա Իվանիշվիլին խորացնում իր առևտրային կապերը Ռուսաստանի Դաշնության հետ։ Ես կարծում եմ, որ բիզնեսն է ամենագլխավորը իր համար, դրա համար Անակլիայի նավահանգիստի հետ կան խնդիրներ, որոնք որ
տրվել են Չինաստանին, բայց կարող է կրկին ապագայում վերցնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին տան։ Բիզնես շահեր են իրականում։ Ռուսաստանը Չինաստանի հետ խնդիր ունենալու է իր ազդեցությունը Վրաստանի վրա ավելացնելու, պակասացնելու, ունենալու հարցում, թե ոչ։ Միասին են իրենք գործում։ Քանի որ Չինաստանը դերևս նոր է մուտք գործում տարածաշրջան, մենք տեսանք, որ առաջիններից Ադրբեջանը եւ Վրաստանը կնքեցին ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ Չինաստանի հետ, հիմա Հայաստանը նաեւ ունեցավ այդպիսի փաստաթուղթ Չինաստանի հետ, բայց ավելի շատ գործնական աշխատող այս պահի դրությամբ փաստաթղթեր ունեն Ադրբեջանը եւ Վրաստանը, կարծում եմ դա մտահոգություններ կարող է առաջացնել Ռուսաստանի մոտ, բայց այս պահի դրությամբ իրենք միասնական են գործում, քանի որ այդ դերևս այդ աստիճան շատ լուրջ չի մուտք գործել Չինաստանը տարածաշրջան, կամաց ավելացնում է իր ազդեցությունը, երբ որ շատ ավելի ավելանա Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ահա այդ ժամանակ կարող է արդեն լուրջ շահերի բախում առաջանա, բայց այս պահի դրությամբ կարող է եւ Ռուսաստանին ձեռնտու է Չինաստանի մուտք գործելը տարածաշրջան, քանի որ իրենք պատկերացնում են, թե այդպիսով կարող է Եվրամիության ազդեցությունը թուլանալ տարածաշրջանում, Թուրքիայի ազդեցությունը թուլանա տարածաշրջանում, սա իրենց համար կարող է այս պահին դեռևս ձեռնտու լինել, բայց երբ որ արդեն իրենք ինչպես ծրագրում են Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը չի լինելու տարածաշրջանում, ահա այդ ժամանակ իրենք կունենան շահերի բախում։ Չինաստանը եւ Ռուսաստանը։ Շնորհակալություն Թրամփի ուղին եւ Վրաստանը։ Դուք թվարկեցիք այդ Բաքու Ջեյհանը, բոլորը կարսը, եւ հիմա մենք թրիփի մասին ենք խոսում, ճիշտ է, Իրանում պատերազմը դեռ կանգնացրել է այդ պրոյեկտը, չգիտեմ կանգնեցրել է թե ոչ, գուցե ինչ-որ գործընթացներ գնում են ոչ տեղում, ոչ հողի վրա, համենայն դեպս այդ ծրագիրը գործում է, չեղարկել։ Ուրեմն շատ կարևոր հայտարարություն արեց 2 օր առաջ Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, նա խոսեց միջին միջանցքի թրիփից, ասում էր ինչպես ուզում եք անվանեք, բայց դա շատ կարևոր է նաև Եվրամիության համար։ Ինչով է այս հայտարարությունը առանձնանում եւ կարևորում, նա նաև խոսեց Վրաստանից եւ ասաց, որ Վրաստանի հետ կա խնդիրներ, հասկացրեց, որ առանց Վրաստանի շատ բարդ կլինի Հայաստանի հետ հարաբերությունները ավելի խորացնել Եվրամիությանը, բայց որն է ամենակարևորը մեզ համար, մենք տեսնում ենք, որ թրիփ ծրագիրը ցավոք կարող է բախվել մի մեծ խնդրի եւ դա Իրան-ամերիկյան պատերազմն է, որի ավարտը դեռևս չի երևում, բայց մենք տեսնում ենք այն, որ Թրամփի անհերատես քաղաքականության պատճառով այնպիսի հայտարարություններ է անում, ինձանից լավ գիտեք, որ այսօր չկա մեկը, որ կարողանա գլուխ անել, թե ինչ ասում պարոն Թրամփը, ինքը իրեն հակասում է մեկ օրվա մեջ մի քանի անգամ։ Այս իմաստով բավականին վտանգավոր է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը կարող է թուլանալ Մերձավոր Արևելքում, իսկ դա իր հերթին կարող է բերել նրան, որ Հարավային Կովկասում նույնպես թուլանա Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը, ես տեսնում եմ, որ Ադրբեջանի մամուլը արդեն կամաց թեքվում է իրանական կողմ, այսինքն ավելի պրոիրանական է դառնում, եւ դա կարող է դրսևորվել նաեւ Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ, իսկ դա բավականին լուրջ վտանգներով է սպառնում Հայաստանին։ Ալիևը երբ որ Դոնալդ Թրամփը եկավ իշխանության, տեսավ, որ բավականին լուրջ հեղինակություն եւ ազդեցություն ամբողջ աշխարհում ունի Թրամփը, այսինքն իրեն ձեռնտու ստացվեց այնպես, որ գնա Վաշինգտոն եւ օգոստոսի 8-ին ստորագրի այդ փաստաթուղթը Դոնալդ Թրամփի ներկայությամբ Փաշինյանի հետ։ Դերևս այդ տրամաբանության մեջ է պարոն Ալիևը իր հայտարարություններում, բայց կարող է ամեն ինչ փոխվել եւ այդ ժամանակ արդեն Թրամփի երթուղի ծրագրի համար կառաջանա երկրորդ ամենամեծ սպառնալիքը։ Ամենակարևորը, ինչպես արդեն նշեցի մեզ համար, դա այն է, որ այս պահին Եվրամիությունը նույնպես կարծես թե մտնում է խաղի մեջ, ասելով միջին միջանցք, եւ թե որքան կարևոր կարող է դառնալ այդ ուղին Եվրոպայի համար, կապելով Միջին Ասիան Եվրոպայի հետ եւ ոչ միայն տրանսպորտային ուղի է լինելու, այլ նաեւ լինելու է դա երկաթգիծ, տարբեր ծրագրեր կան նաեւ նավթի համար, գազի համար կարևոր ուղղություններ լինելու թրիփը։
Հուսանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ կկարողանան իրենց շահերը, իրենց դիրքը պահպանել մերձավոր արևելքում եւ թրիփ ծրագրին մեծ վտանգներ չեն սպառնա։ Այսինքն թրիփ ծրագրից է նաեւ կախված, ես կարծում եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունները կարծես թե գնում են դեպի ջերմացման, դեպի վերականգնման, եթե կարելի ասել, որ դրանք խաթարվել էին, համենայն դեպս տեսեք դուք ասում եք եվրոպացիները միջանցք են տեսնում, Ռուսաստանը 9-րդ կետ է տեսնում, այդ ճանապարհը բոլորը տեսնում են ինչ որ իրենց շահերից բխող որպես Այո եւ դե Թրամփն էլ այո ասում եք այսօր մի բան է ասում մյուս օրը այլ բան է ասում բայց արդյոք Թրամփով է պայմանավորված որտեվ այստեղ դուք գիտեք դուք առօրյա ռեժիմով հետևում եք այստեղի իրադարձություններին եւ մարդկանց վերլուծաբանների մտքերին ասում են սա Թրամփի ծրագիրը չէ սա Միացյալ Նահանգների ծրագիրն է դրա համար Թրամփով մի պայմանավորեք եւ այսպես Ռուսաստանի, Ադրբեջանի, դուք ասում եք Ադրբեջանը կարող է վերանայել, կարող է, չնայած Ադրբեջանին այդ գիծը պետք է, առաջին հերթին Ադրբեջանին է պետք, ճիշտ է։ Ադրբեջանը տարբերակ Ռուսաստանի հետ է պայմանավորվում, 9-րդ կետ են անում, B տարբերակ, դա Միացյալ Նահանգներին է պետք եւ ոչ մի պատերազմ Իրանում չի խաթարի դա, որովհետեւ դա վաղուցվա դեռ Պոլ Գոբլին են հիշում ծրագիրն է, որը Միացյալ Նահանգներին էր պետք Ես բոլոր տարբերակները ասում եմ, դուք տեսեք, որը կարող եք մեկնաբանել, բոլորը չեմ կարող խնդրել, որ մեկնաբանեք, եւ երրորդն էլ այդ միջանցքն է։ Արդյոք Եվրոպան այդ ուժը ունի, որ կարողանա հետամուտ լինել, որ այդ ուղին այնուամենայնիվ աշխատի, բացվի եւ աշխատի։ Հարցը նրանում է, որ երեքն էլ ճիշտ է, եւ ամեն ինչ կախված է աշխարհակական զարգացումներից, մենք ունենք A կետը, B կետը այդպես շարունակ։ Այս պահի դրությամբ Թրամփի երթուղի է անվանվում այդ ծրագիրը, քանի որ դերևս ծրընտույ Ադրբեջանին այդպես տեսնել այս ծրագրի իրականացումը, դերևս պարզ չէ վերջնական թե Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթանակ են տանում այս պատերազմում, թե պարտվում են։ Ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտություն կրեն, բայց Դոնալդ Թրամփի հայտարարությունները եւ գործողությունները իրոք շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Եթե հանկարծ Ամերիկայի Միացյալ Նահանգները թուլացան տարածաշրջանում, չէ՞ որ ոչ թե միայն Թրամփը, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են թուլանում, Թրամփի քաղաքականության պատճառով թուլանում է, չէ՞, Միացյալ Նահանգները, այսինքն թրիփ ծրագիրը նույնպես վտանգի տակ է հայտնվում։ Այդ ժամանակ արդեն Ադրբեջանը նոր ընտրություն կարող է կատարել 9-րդ կետի Ռուսաստանի կողմից առաջարկվող թե Եվրոպայի միջին միջանցքի։ Եվ դրա համար մենք տեսնում ենք հիմա շատ արագ ձևով հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև։ Միշտ էլ Ալիևը այդ տեղը թողնում է, որպեսզի անհրաժեշտության պահին շատ ինչը իրենց համար կարևոր է, իրենք շատ արագ կարողանան կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ բնականաբար կարգավորեն այդ հարաբերությունները մեր հաշվին։ Դրա համար մեզ համար շատ կարևոր է, չգիտեմ մեզանից դա ինչքանով է կախված, բայց մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտություն չկրեն Իրանում։ Հակառակ պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը կթուլանան։ Ես գրեթե բացառում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտությունը, բայց կրկնեմ Դոնալդ Թրամփի պահվածքը հայտարարությունները մեծ մտահոգություններ են իմ մոտ առաջացնում։ Հայաստանի մասով ինչ որ արվում է իդեալական է։ Ինչպես ուզում եք անվանենք այդ նախագահին, կարող է մեկը գիժ անվանի, դե ոչ adekvat, բայց մեզ համար քանի որ ձեռնտու է իր քաղաքականությունը Հայաստանի մասով, Հայաստանի եւ Ադրբեջանի մասով, ես կցանկանայի, որ Դոնալդ Թրամփը այնուամենայնիվ պարտություն չկրեր այդ պատերազմի մեջ, քանի որ իր պարտությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտությունն է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերի թուլացումը։ Սակայն կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն հնարավորություն առնվազն իրենց դիրքերը որպեսզի չթուլացնեն տարածաշրջանում։ Դրա համար ունեն բոլոր հնարավորությունները եւ ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի։ Միացյալ Նահանգների դիրքերը չեն թուլանա։ Բայց այստեղ կարևորը այն է, որ Եվրոպական միության հետ շատ
ավելի սերտ հարաբերություններ պետք է ունենա Հայաստանը, գիտեք հիմա մայիսի 3-ից 5-ը շատ կարևոր գագաթնաժողով է տեղի ունենալու Հայաստանում, եվրոպական քաղաքական համայնքների համաժողով, բազմաթիվ եվրոպական երկրների առաջնորդներ գալիս են Հայաստան, դրանից հետո արդեն Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովն է տեղի ունենալու, կրկին շատ մեծ իրադարձություն, Ֆրանսիայի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրվելու, Մակրոնն է նույնպես գալիս Հայաստան, այսինքն մենք այս պահը պետք է օգտագործենք, որպեսզի ավելի լավ կարողանանք պայմանավորվել այդ միջին միջանց, թրիփ, ինչպես ուզում եք այդ ծրագիրը անվանեք, այդ ծրագրի շուրջ, որպեսզի Եվրամիությունը ավելի ու ավելի շատ ներգրավվի այս ծրագրի մեջ եւ այդպիսի հայտարարություններ մենք ունենք, եթե չեմ սխալվում, մի քանի շաբաթ առաջ, որ երրորդ կողմը նույնպես ներգրավվելու է թրիփի իրականացման գործերի մեջ եւ ես որքան հասկացա, այդ երրորդ կողմը, երրորդ երկիրը Եվրամիությունն է, նաեւ շատ կարեւոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հավաստիացրեց, որ այս պատերազմի ֆոնին թրիփ ծրագիրը իր կարևորությունը չի կորցրել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Տեսեք, դուք եթե ես ճիշտ հասկացա, պայմանավորեցիք թրիփի գործարկումը, ծրագրի իրականացումը նաև այն հանգամանքով, որ ձեր ձևակերպումը պարտություն Միացյալ Նահանգները չկրի։ Եկեք թրիփը դեռ մի կողմ դնենք, փորձենք հասկանալ ինչ է նշանակում Միացյալ Նահանգները պարտություն չկրի, ինչ տեսք պետք է ունենա ընթացքը կամ ավարտը այս ամբողջ պատմության, որպեսզի դա համարվի Միացյալ Նահանգների պարտություն։ Նախ այդտեղից սկսենք։ Կարծում եմ ամենակարևորը մեզ համար այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Պարսից ծոցի երկրներում իր ազդեցությունը չկորցնի։ Արաբական երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, տարբեր դատակենտրոններ, տնտեսապես շատ խոր հարաբերություններ կան այդ երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը Պարսից ծոցի երկրներում բավականին ամուր է։ Մամուլում հաճախ հայտնվում են այնպիսի տեղեկություններ, որ Պարսից ծոցի տարբեր երկրներ այդտեղ սկսել են պահանջել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որպեսզի Միացյալ Նահանգները դուրս բերեն իրենց ռազմաբազաները իրենց տարածքից, չնայած որ պաշտոնական դերևս կարծես թե փաստեր չկան, ուղղակի հայտարարություններ են, բայց այնուամենայնիվ, եթե կան նման խոսակցություններ, պարզ է որ վտանգները նույնպես մեծ են, ցավոք սրտի։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը հանկարծ թուլանա Պարսից ծոցի երկրներում, Մերձավոր Արևելքում, ես կարծում եմ, որ դա կազդի նաև մեզ վրա, ընդհանուր գլոբալ փոփոխությունների կբերի տարածաշրջանում։ Դրանից բացի Իրանը, եթե տեսավ իր առավելությունը այդ մասով, որ իր ճնշման ներքո այդ երկրները սկսեցին հրաժարվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունից, ռազմաբազաներից, ապա կսկսեն փորձել այդ ամենը անել նաև Հարավային Կովկասի մասով, որպեսզի թույլատնեն Հարավային Կովկասում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը եւ նոր ծրագիր, որպեսզի թույլ չտան։ Արի, այս պահին առաջարկում եմ գովազդային դադար հայտարարել եթերում եւ կվերադառնանք, կշարունակենք զրույցը, սիրելի բարեկամներ, գովազդի եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Էդուարդ Այվազյանի հետ, քաղաքական փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն, ով մեզ հետ տեսակապով միացել է Ջավախքից։ Եվ այսպես դուք ձևակերպեցիք այդ իմ հարցիսի պատասխան, թե ինչ տեսք պետք է ունենա այն, ինչը կարող է կոչվել, որ Միացյալ Նահանգները պարտվեցին այս պատերազմում, դուք ասիք Միացյալ Նահանգների ներկայությունը այս տարածաշրջանում ոչ միայն կնվազի, այլ գուցե եւ կդադարի լինել։ Ճիշտ հասկացա դա։ Այո։ Ավելի շուտ կնվազի։ Բայց չեմ կարծում, որ այդ ամենին հասնի։ Ինչպես դա կանդրադառնա Եվրամիության դիրքավորմանը այս տարածաշրջանում։ Մենք հիշում ենք, որ Եվրամիությունը փորձում է իր հարաբերությունները կառուցել եւ Չինաստանի հետ, Իրանի հետ խաթարվեց արդյոք այս պատերազմից հարաբերությունները Եվրամիության հետ, թե ոչ, այսինքն կախված է արդյոք Եվրամիության աշխատանքը այս տարածաշրջանում, համագործակցությունը նույն Հայաստանի հետ, նույն Ադրբեջանի հետ, որը այսօր կառուցվում է, դրանից թե Միացյալ Նահանգների ներկայությունը կնվազի, թե ոչ։ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մենք գիտենք, որ միասին էին աշխատում մինչեւ Դոնալդ Թրամփի ընտրվելը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում էին խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ դրա համար մեծ ջանքեր էր գործադրել, անկեղծ լինենք, Բլինքենը եւ դրա համար իրենց թույլ տրվեց, կարծես, որ հենց
Բլինքենի օրոք ստորագրվի ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Դոնալդ Թրամփի օրոք աննախադեպ լավ զարգացում ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունները, դրա համար ես ասում եմ, որ մեզ համար շատ ձեռնտու է մինչև այս պահը ինչ տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիան, շատ կարևոր եւ շատ ձեռնտու է, բայց գլոբալ առումով այն ինչ տեղի ունենում Եվրոպայի հետ, դա լուրջ մտահոգություններ էին մոտ առաջացնում, ինչ տեղի ունենում Ուկրաինայի հետ նույնպես, եւ այն ինչ հիմա տեղի ունենում Իրանի շուրջ։ Եվ եթե Իրանի շուրջ նշեցի Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց շահերի պարտություն եւ նվազում ունենան, դա շատ վատ հետևանքներ արդեն կունենա Հայաստանի վրա։ Բայց փաստ է, որ Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս միասին չեն գործում։ Խորը ճգնաժամի մեջ է ՆԱՏՕ-ն, մենք տեսնում ենք, որ Եվրոպան չօգնեց Թրամփին բացել Հորմուզի նեղուցը, ինքը բողոքում է եվրոպական երկրներից, ՆԱՏՕ-ից, բայց հարավային Կովկասում թրիփի մասով այն հայտարարությունները, որոնք որ մենք լսեցինք Հայաստանի արտգործնախարարությունից երրորդ երկրի կողմի մասով, կարծես թե մեզ մոտ մի փոքր լավատեսություն եւ հույս են առաջացնում, որ այս ծրագրի մասով կարող է համագործակցություն լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, բայց եթե կողքի դնենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, ես տեսնում եմ այնպիսի պատկեր, որ Եվրոպան, Եվրամիությունը առանձին խաղացող է դառնում հարավային Կովկասում, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների վարած քաղաքականությամբ միայն չի պայմանավորված, նախկինում էլ այդպես չէր, առանձին խաղացող է Եվրամիությունը Հայաստանում, մենք տեսնում ենք, որ նոր առաքելություն են եվրոպական սկսում Հայաստանում, շատ հետաքրքիր առաքելություն է, որի մասին մենք տեղեկացանք ընդամենը 2 օր առաջ, թե ինչի մասին էր կոնկրետ խոսքը, դիտորդական առաքելությունը արդեն վաղուց է Հայաստանում կա, իսկ այս նոր առաքելությունը օգնելու Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացման, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար, խոսքը նաև այն մասին չէ, որ մինչև ընտրությունները 15 օրով էր գալու հատուկ խումբ, խոսքը այն մասին է, որ մշտական արդեն 2 տարով ավելի մեծ առաքելություն հաստատվի մեզ մոտ։ Դրա համար Եվրոպան որպես շատ կարևոր եւ առանձին մեծ գլոբալ խաղացող է փորձում մուտք գործել հարավային Կովկաս։ Ցավոք Վրաստանում մի փոքր Եվրամիության դիրքերը թուլացել են, Ադրբեջանի հետ ընդհանրապես էներգետիկ ոլորտներով են համագործակցում, բայց տեսնում ենք, թե որքան կարևոր է կայունությունը հարավային Կովկասում, ինչի հակառակն է պետք Ռուսաստանին, այսինքն Ռուսաստանին պետք է որ կայունություն չլինի, որպեսզի բաժանիր եւ տիրիր սկզբունքով առաջնորդվի, իսկ Եվրամիությանը պետք է խաղաղություն, ստաբիլություն, որպեսզի այդ ծրագիրը, թրիփ ծրագիրը իրականանա եւ Եվրոպան ունենա շատ կարեւոր այլընտրանք նավթի եւ գազի, ինչպես նաեւ ոչ միայն նավթի եւ գազի, այլ ճանապարհի տեսքով շատ կարեւոր այլընտրանք։ Ռուսաստանով այդ ճանապարհը լոգիստիկ գոյություն ունի, Իրանով նույնպես եւ հարավային Կովկասը դրա համար շատ մեծ եւ լուրջ նշանակություն է ձեռք բերում Եվրամիության համար։ Երևի թե այսքանը, բայց մնաց չէ, մեկ հարց եւս մնաց Իրանի եւ Եվրամիության փոխհարաբերությունները, քանի որ մենք խոսում ենք այն մասին, որ այնուամենայնիվ դուք համարում եք, որ Եվրամիությունը կմնա հարավային Կովկասում, եթե կմնա եւ թրիփի հետ կապված եւս լավատեսություն ունեցաք դուք այդ մասով, եկեք Իրանի դիրքորոշումը եւս դիտարկենք։ Իրանի դիրքորոշումը Եվրոպայի նկատմամբ եւ Եվրոպայի դիրքորոշումը Իրանի նկատմամբ շատ հետաքրքիր է։ Նախ արձանագրենք ամենակարևորը։ Եվրոպան չօգնեց Դոնալդ Թրամփին մինչև այս պահը համենայն դեպս կա հիմա էլի խոսք, որ կարող է Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, նույնիսկ Ուկրաինայի օգնությամբ փորձեն ականազերծել Հորմուզի նեղուցը, բայց դեռևս այդպիսի կոնկրետ գործողություններ մենք չենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքյանի հետ, Իրանի նախագահի հետ։ Դա արձանագրենք եւ վերջին հեռախոսազրույցով նաեւ նա հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Փեզեշքյանի, այլ նաեւ Դոնալդ Թրամփի հետ։ Այսինքն Փեզեշքյանի հետ ավելի շատ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել վերջին շրջանում, քան նույն Դոնալդ Թրամփի հետ։ Բայց մյուս կողմից ավելի լարվել են
հարաբերությունները Եվրոպայի եւ Իրանի միջև, չնայած նրա, որ Իսպանիան կարծես թե աջակցեց նաեւ ինչ-որ միտեղ Իրանին եւ լարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ռազմաբազաների հետ ամերիկյան խնդիր կա, նույնն է Իտալիայում, նույնն է Ֆրանսիայում, բայց դերևս պաշտոնական հարաբերությունների մակարդակով այդ ջերմացումը չի նկատվում, ճիշտ հակառակը նոր պատժամիջոցներ, այսինքն շատ ամեն ինչ խառն է, եթե ես անկեղծ լինեմ, անկեղծությունը կարևոր է այստեղ, շատ խառն է, բայց նույն ժամանակ մեկ բան փաստ է, որ Եվրոպան Իրանի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները չէ, եւ Եվրոպան ոչ միայն վերջին կամուրջները չի այրում, այլ նաեւ փորձում է անել այնպես, որ ցանկացած ելքից, պատերազմի ցանկացած ելքից իր ներկայությունը հարավային Կովկասում չտուժի եւ ոչ միայն հարավային Կովկասն է կարծում եմ իրենց համար կարեւոր, այլ էլի շատ հարցեր կան, որոնց շուրջ իրենք Իրանի հետ փորձում են պայմանավորվել, այսինքն չեն փորձելու խզել բոլոր կամուրջները։ Այսինքն ընթացքից է կախված, թե ինչպես կդասավորվեն ուժերը մեծ տերությունների նույն հարավային Կովկասում եւ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, վերջին հարցս, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, մենք դա դիտարկում ենք ամենասկզբում նախաբան իմ հարցում, առաջին իմ հարցում ասում ենք սովորականի պես ասում ենք այս հարավային Կովկաս, 3 պետություններն ենք մենք դիտարկում։ Արդյոք նույն Եվրամիությունը 3 պետությունների հետ է կառուցում իր հարաբերությունները եւ այս տարածաշրջանում է իր այսպես ներկայությունը ապահովում։ Միացյալ Նահանգները համարում է, որ այս տարածաշրջանում են ապահովում, թե նրանք մի քիչ այլ ձևով են տեսնում այս տարածաշրջանը, այս Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջանը։ Եվրոպան գլոբալ առումով ինչպես է տեսնում տարածաշրջանը, ես արդեն ներկայացրի, շատ կարևոր է այս տարածաշրջանը էներգետիկ տեսանկյունից, Եվրոպայի համար նաև կարևոր ճանապարհային ուղի է դեպի արտաքին աշխարհ, նաև Չինաստան, ինչու՞ չէ, բայց միակ ամենակարևոր տարբերությունը այն է, որ ժողովրդավարություն է։ Հայաստանը, ինչ Ադրբեջանը ժողովրդավար չէ։ Ադրբեջանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ եւ Եվրոպան ինչքան էլ աչք փակի այդ ամենի վրա, ինչքան էլ փորձեն լավ հարաբերություններ ունենալ, միևնույն է դա բավականին լուրջ խոչընդոտ է Եվրոպայի համար կառուցել հարաբերությունները այնպես, ինչպես որ Եվրոպան օրինակի համար այդ հարաբերությունները կառուցում է Հայաստանի հետ։ Այդ խոչընդոտը կա եւ այդ խոչընդոտը դերևս չի կարող հաղթահարել Եվրոպան։ Վրաստանի հետ էլ կան խնդիրներ, դուք գիտեք, չնայած որ Վրաստանը տեխնացու երկիր է Եվրամիության, բայց այսօր Վրաստանի իշխանությունների հետ եւս կան խնդիրներ։ Դրա համար Եվրոպայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ այլ է, դրա համար այսպիսի կարևոր հավաք է հիմա տեղի ունենալու Հայաստանում։ Այսինքն առանձին է ներողություն առանձին են վերաբերմունքը, հա Ադրբեջանի հետ մեկ ձևով, Հայաստանի հետ մեկ ձևով, Վրաստանի հետ մեկ ձևով։ Ես փորձեցի ներկայացնել այն, որ գլոբալ առումով, տնտեսական ճանապարհների առումով, էներգետիկ առումով տարածաշրջանը իրենց պետք է միասնական կայուն տարածաշրջան, բայց իրենց արժեքային առումներով, իրենց ժողովրդավարություն հասկացողության համար շատ ավելի հարազատ եւ կարեւոր է Հայաստանը եւ Հայաստանը իրենք տեսնում են որպես այն երկիր, որտեղ որ ամենից շատ է հնարավոր այսօր լուրջ բարեփոխումներ իրականացնել։ Այսինքն արժեքային առումով Հայաստանը շատ ավելի մոտ եւ կարեւոր է Եվրոպայի համար, բայց առանց Ադրբեջանի եւ Վրաստանի իր արժեքը այնուամենայնիվ Հայաստանը կորցնում է։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շատ շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Էդուարդ Այվազյանի հետ, հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։